Այս շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, եւ այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որովհետեւ նույն Գիրանց ոսկեպար հատվածում ինչ ենք զիջել, մենք որևէ բան զիջել ենք, ինչ ենք, եթե զիջել ենք, ինչ ենք զիջել։ Այս շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք ի վերջո բաց խոսենք։ Նստենք ի վերջո բաց խոսենք, ընդ որում հանրային հանրության հետ եմ պատրաստ ես քննարկումը ունենալ։ Որտեվ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքական զիջել, ինչ ենք զիջել։ Ես կարծում եմ, ես Գյումրիում վերջին անգամ այսինքն առաջին անգամ համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ եւ պատասխաններ ստացել եմ։ Եվ այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո, մենք շատ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաեւ թե ինչ ենք ձեռք բերել։ Մենք ձեռք ենք կամ ինչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։ Ես միանշանակ ասում եմ, ես 7 տարի վարչապետ եմ, չէ, արդեն Հայաստանի Հանրապետության։ Ես եւ այսօր ասում եմ, որ իմ կարծիքով եւ վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր այն ինչ որ մենք անվանում ենք, որ չզիջման շրջան, այդ թվում իմ վարչապետության շրջանում մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը եւ մեր պետականությունը։ Պետք է հասկանանք, ի վերջո, պետք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար ասեք ինչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող գնալ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, էս էլ է շատ կարեւոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանը։ Անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար։ Եվ այն առաջարկները բանակցային, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել։ Իրականում ես ասել եմ ինչ որ ձևով, հիմա էլ կրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը եւս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել։ Այն թոկը, որի մասին ես խոսել եմ ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի եւ բանը եւ քփությունը, այսինքն թոկը վզից կապած, այդ գոտին ավելի նեղացնելու եւ պարանի երկարությունը ավելի կարճացնելու մասին են եղել։ Եթե կարելի է զիջման մասին կարճ հարց տամ եւ վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ, զիջելը կամ կոմպրոմիսի գնալը լավ ու վատ բանի